ստանալ, էլի այս համատարած թանկացումները, այս ամենը։ Շատ բան, շատ։ Մենք ուր ենք գնում չենք հասկանում։ Ոնց են ապրել են թոշակառուները, սոցիալապես անապահովները, ինչ հասկացնելու, ինչ քշում է երկրից գնա, տեղից էլ քիչ ենք մնացել գնա, որ միգրանտները գան, հասկը։ Շատ դժգոհ եմ, բայց շատ։ Ասում են, որ երկիրը այնքան լավ վիճակում է, խաղաղ ենք ամենակարևորը, այսպես գալիս են։ Դե պետքա թոս փչել, որ իրանց գործերը ուրիշ առաջ տանեն, չգիտեմ։ Վերջերս մեծ աղմուկ է բարձրացել իրենց պարգևավճարները, ասում են օրինակ թոշակ բարձրացնողները պետք է լավ հագնվեն, խոսելով իրենց մասին։ Այս մասով ինչ ասել եք ուներ։ Դժգոհություն, միայն դժգոհություն։ Ժողովուրդի հետ պետքա խնդիրները հավաքի, մի քիչ մտածեն, ուղղակի մարդկանց շեղվում են ուրիշ բաներով, հասկանում են, ուրիշ ապուշ թեմաներով, ես լավ եմ հասկանում, թե ինչ անպատակ։ Իմիջիայլոց նաև էլի մեծ աղմուկ է անում այս քաղաքի փողոցների վիճակը։ Փոշին, էկոլոգիապես, ահա որ է մեր մանուկ երեխաները ոնց պետք է լինի այդ վիճակը, էկոլոգիան ահա որ վատա։ Այս փոսերը նաև ճանապարհների, վստահ հարազատներն են կամ մի մեքենա եկուցեք։ Հիմա ճիշտ ասում աներ դրումներ ալինում են, վիդեո, չգիտեմ եւ այլն, իսկ դու գիտեք որ այդ չիպերի եւ բաների ինքն էլ ունի փոշիներ, որոնք էկոլոգիա շատ վատ է առողջության համար։ Մի քիչ կարդացեք, ժողովուրդ, կարդացեք ուսումնասիրեք։ Օրինակ որ դուք ասացիք, որ շեղում են ավելի կարևոր, ինչ նկատում եք, անվտանգային խնդիրների ինչի։ Ամեն ինչի, շեղում են թանկացումները, ինչ իմանանք դռան զակուլիսաներում, այսպես ասած, ինչեր է կատարում, ինչ են խոսում, այլ պապաները, ջաջաները, այսպես ասած, ինչի են ենթադրում, որ ստիպում ինչ պետք է լինի։ Հայրենասիրություն չկա այս կառավարության մեջ, կներեք։ Եվ վերջին հարց, ինչով է պայմանավորված, որ օրինակ ասում են, եթե 10,000 բարձրացնենք, թոշակառուն չի իմանա այդ գումարը ինչ անի։ Ես չգիտեմ, ինչ ասեմ։ Դուք ինքներդ ծիծաղս գալիս է։ Ինչու հենց այսպիսի վերաբերմունք այն մարդկանց մանավանդ նկատմամբ, ովքեր օրինակ մեծամասամբ իրենց ընտրողներն են եղել։ Օրինակ ես ընտրող երբեք չխիղճս մաքուր է, այո։ Իրենց չեք հավատացել։ Որովհետև ի սկզբանե հասկացել եք ինչ աղետ են վերելու։ Իհարկե, գեոպոլիտիկա, պոլիտիկա ուսումնասիրեք, կարդացեք, իհարկե, իմ խիղճը մաքուր է, իմ հայ ժողովրդի դեմ, իսկ եկեղեցի համար ընդհանրապես ես չգիտեմ, էդ էլ է շեղում, էդ էլ է ամեն ինչը, չգիտեմ, լավ բաներ չկա, անգամ ներմայնացան։ Վեհապար հորը ասում է գանձագողություն, ուզում է եկեղեցու գանձերը տանել, էս ինչ է։ Հիմարություն եւ աղետ, Եվ առաջիկայում այս տարի սպասվում են ընտրություններ, ինչ ակնկալիքներ ունեք։ Միգուցե ժողովուրդը կկանգնի ինչպես Ռուսաստանում կարծում եմ արդեն կգա ժամանակը, արդեն գալիս է ոնց որ նույնպես միգուցե ստեղ են ինձ թվում է ժողովուրդը փոփոխություններ կլինի։ Շնորհակալ